Ավելի քան մեկ ամիս դադարից հետո հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվել է մարտի 1-ի վերաբացված գործով դատական նիստը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները շարունակում են իրենց դիրքորոշումը ներկայացնել վերաբացված գործի մեղադրանքը փոխելու դեմ։ Մինչև այս պահը չկա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործ, որևէ այլ հոդվածով, կրկնում եմ 311 վավերացումով ավարտվել է, քան գոյություն չունեցող հոդվածով։ Չի վերանայվել, քրեական գործի հարուցումը չի վերանայվել, քրեական նոր գործ չի հարուցվել ուրիշ քրեական հետագա։ Նիստի սկսվելուց մոտ կես ժամ անց դատարանը ընդմիջում է հայտարարում, երբ գեներալ Յուրի Խաչատուրովը թույլտվություն է խնդրում դուրս գալ մաքուրոց շնչել։ 5 րոպեանոց ընդմիջումից հետո դատավորը հանգստի սենյակից կարծես շատ անհանգիստ է վերադառնում նիստերի դահլիճ։ Ընդմիջման ժամանակ նա Երևան Today լրատվական կայքի մի հրապարակում է կարդացել, որից հավանաբար նեղսրտել է։ Բանն այն է, որ հրապարակման վերջում գրված է, որ դատավորը նախկին ԿՊԱ-ական Սարգիս Պետրոսյանն է։ Ես ամեն անգամ վերնագրեր գրելուց հուշում եք։ Այսինքն հուշում եք ինչ վերնագրեր գրել։ Երևան Today կայքի լրագրող Աննա Գորգինյանին է հարց տալիս։ Լրագրողի պատասխանը կարծես հունիցանում է դատավորին։ կանցում եք մենք ձեր նման չեք կարող ինքնուրույն աշխատել։ Այսինքն եթե դուք ինձ մեղադրում եք նրանով, որ ինձ գուցե հուշում են վերնագիր գրելուց, ես մի կարծիք կարող եմ ունենալ ձեր մասին, մտածելով, որ ձեզ հուշում են ինչպես նիստ վարել։ Դուրս գնացեք դատավորից։ Լրագրողի հետ հարց ու պատասխանի ժամանակ դատավորը ձեռքերն ու հայացքն ուղղում է դեպի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը։ Հետո ճշտում, արդյոք փաստաբանները կապ չունեն այդ հրապարակման հետ։ Որևէ մի բան վերագրել պաշտպանական կողմին, թեկուզ ակնարկով դա ընդունելի ձևաչափ չի։ Կարծում եմ մենք այդքանը վաստակել ենք, որ եթե մի բան ունենում ենք ասել, ուղիղ ասում ենք։ Առնվազն այդ տպավորությունը պետք է Կապ չունեն։ Իհարկե կապ չունենք։ Շատ լավ, շատ։ Իհարկե կապ չունենք։ Մարտի 1-ի վերաբացված գործով անցնող Հայաստան խմբակցության падգամավոր Արմեն Գևորգյանը հիշեցնում է, որ դատավորը իր պահվածքով խախտում է դատավարության հրապարակայնությունը ու գնահատական է տալիս լրատվամիջոցի աշխատանքին։ Հետո Արմեն Գևորգյանի փաստաբանն է դատարանի ուշադրությունը հրավիրում, որ լրագրողը իրավունք ունի շփվելու յուրաքանչյուրի հետ եւ հրապարակել ցանկացած կարծիք։ Լրատվամիջոցի ներկայացուցիչ հեռացրեցին դատարանի դահլիճից։ Նրա համար, որ ինքը փաստաթիքս է, որ դուք ԿՊԱ անդամ եք եղել, այնպես էլ բարկացած եկաք, մտաք չհասկացանք, ԿՊ-ի դեմ էիք բարկացած, լրագրողի դեմ էիք բարկացած։ Դատավոր փաստաբաններ բանավեճից հետո դատարանը հայտարարում է մի քանի րոպե ընդմիջում, հետո Արամ Օրբելյանը շարունակում է դիրքորոշումը հայտնել։ Լուսինե Սահակյանն էլ միջնորդություն է ներկայացնում, որը դատարանի որոշմամբ դրամփակ պետք է քննվի։ Դատական հաջորդ նիստը մայիսի 26-ին է։ Էդգար Ղուշչյան, Արաքել Օհանյան և Նորայր Հակոբյան, Այլուր։